Մենք պետք է ունենանք տարբերակելու կարողություն, խորաթափանցություն, որպեսզի կարողանանք տարբերել, երբ մենք նայում ենք, ինչ ենք տեսնում, և մենք բոլորին չենք տեսնում այս տեսողությամբ, որպեսզի ձեր մտքի աչքերը լուսավորվեն, իմաստության և հայտնության հոգով Հիսուս Քրիստոսին ճանաչելու մեջ, երբ սա գալիս է եկեղեցում վերջին օրերին, ինչպես Գաբրիելը եկավ Դանիելի մոտ և բացեց այդ խոր գաղտնիքները, նախքան նրանք դուրս եկան Բաբելոնից, և Բաբելոնը կործանվեց, և մանրապարսիկները նրանց վերադարձին հայրենիք, այնպես էլ մենք այստեղ այս ժամին տեսնում ենք, որ մենք Բաբելոնից դուրս եկած ժողովուրդ ենք, դուրս եք նրա միջից իմ ժողովուրդ, Եղիան կգա և երեխաների սրտերը կդարձնի հայրերի հավատքին, ահա թե ինչու մենք այս ամենից վայելք ենք ստանում այս ժամին, ամեն անգամ երբ մենք կարդում ենք Սուրբ Գիրք և լսում ենք այս ամենը, հույս է առաջանում, սպասում, արդեն մոտ է, նույնիսկ դռների մոտ, այն սերունդը, որը կտեսնի թզենու բողբոջելը, չի անցնի, մինչև այս ամենը կատարվի, դա այդպես է: Պահապան, պահապան, ինչքան է մնացել գիշերից, առավոտը մոտենում է, բայց դեռ գիշեր է, տեսնու՞մ եք, պարոնա՛յք, ո՞ր ժամն է, սա չէ՞ հանդիսանում ժամանակների վերջի նշանը, տեսնո՞ւմ եք, մենք պետք է իմանանք ժամանակն ու պահը, և երբ մենք խորանում ենք Սուրբ Գրքի մեջ, այս ամենի վրա մեզ լույս է հեղվում, առանց Սուրբ Գրքի մենք չենք իմանա, թե ինչ է սա, եթե դուք չունենայիք օրացույց, եթե դուք չունենայիք ժամացույց, դուք չէիք կարողանա որոշել, օրացույցի միջոցով դուք կարող եք որոշել շաբաթվա օրը, ամսվա շաբաթը, տարվա ամիսը, ժամացույցի միջոցով դուք տեսնում եք օրվա ժամը, րոպեն, քանի րոպե է մնացել որոշակի ժամին, քանի վայրկյան, ժամանակը չափվում է, և ձեր ժամացույցը և ձեր օրացույցը ձեզ տեղեկացնում են, թե որտեղ եք գտնվում, որ ժամն է և այլն, ճիշտ այդպես է, մեզ համար Աստծո խոսքն այդպիսին է և նույնիսկ ավելին, դրա միջոցով մենք ճանաչում ենք մեր ժամանակը, ճանաչում ենք մեր պահը, ճանաչում ենք մեր խոստումը, ճանաչում ենք ժամանակաշրջանը, տեսնում ենք Սուրբ Հոգու գործողությունը, որը մեկնաբանում է իր կողմից տրված մարգարեությունները,